Բարի օր եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Ստեփանյան։ Բարև ձեզ։ Պարոն Ստեփանյան, հարցազրույցը սկսենք Դանիայում վարչապետի եւ Ալիևի հանդիպումից հայտնի, որտեղ կողմերը ըստ էության պատրաստակամություն են հայտնել, որ շարունակելու են այն ճանապարհը, որ գծել են, այսպես ասած, Վաշինգտոնյան փաստաթղթերով, եւ այստեղ մենք տեսնում ենք բացարձակապես այլ Ալիև, մի քանի օր առաջ ՄԱԿ-ում ԵԽԽՎ-ում բացարձակ այլ Ալիև էր, որը Զանգեզուրի միջանցքի մասին էր հայտարարում, եւ նաեւ վարչապետի հայտարարությունները այդ իմաստով, որ Զանգեզուրի միջանցք արտահայտություն ըստ էության Վաշինգտոնյան փաստաթղթերում չկա, ինչի մասին են խոսում այս հայտարարությունները առհասարակ եւ նաեւ Ալիևի մի կողմից շատ կառուցողական լինելը վարչապետի հետ հանդիպումների ժամանակ, մյուս կողմից նաեւ ոչ այդքան կառուցողական հայտարարությունները։ Իրականում Ալիևը միշտ եղել է, կա եւ լինելու է մեկը։ Դա Ալիևը, որը ցանկանում է Հայաստանի Հանրապետությունը ոչնչացնել որպես անկախ պետություն։ Սա է Ալիևը, երկրորդ Ալիև չկա։ Հռետորաբանության տարբերությունները ՄԱԿ-ում, Բաքվում, թուրքական համաժողովում, որը Գաբալայում է լինելու, ես վստահ եմ, որ այնտեղ այս նորից Զանգեզուրի միջանցքի մասին է հիշելու Ալիևը եւ Կոպենհագենում պայմանավորված է իրողություններով։ Եվ նաև լսարաններով ենթադրում եմ։ Ինչ որ առումով նաև լսարաններով կա երկու հիմնական պատճառ, որը ստիպում է Ալիևին այսպես երեսանի Յանուսի նման իրեն պահել։ Դա ներքինն է, ինչ որ դուք նշեցիք, բայց դա ամենակարևորը չէ։ Եվ առաջինն է, Ալիևը ստիպված է գնում հռետորաբանության մեղմացման, որովհետև Ալիևին Վաշինգտոնում առաջարկ է արվել պայմանական, որից նա չի կարող հրաժարվել։ Եթե Ալիևը հրաժարվում էր այդ առաջարկից, Ալիևի վիճակը լավը չէր լինի։ Իսկ Ադրբեջանի ընդհանուր իրավիճակը տնտեսական, դեմոգրաֆիական, դա կարող է պարադոքսալ լինել, բայց դա այդպես է, այդքան լավ չէ։ Եվ Ադրբեջանը հետզհետե նահանջում է բոլոր ճակատներով։ Խնդիրը սա է։ Եվ Ալիևին անհրաժեշտ է ինչ-որ նոր ուղղություն, Ալիևին անհրաժեշտ է նոր օրակարգ, որի միջոցով ինքը կարող է Ադրբեջանին եւ իհարկե առաջին հերթին իրեն պահել առաջին էշելոնում միջազգային հարաբերություններով եւ քաղաքականությունում։ Որն է այդ։ Լեռնային Ղարաբաղյան խնդիրը փակված է, փաստացի։ Մնում է երկրորդը հայ-ադրբեջանական օրակարգը։ Ալիևը հիմա խաղում է այս դաշտում եւ փորձում է անել այնպես, որպեսզի հնարավորինս թանկ վաճառել սեփական ծառայությունները եւ սեփական, այսպես ասեմ, դերակատարությունը այդ գործընթացներում։ Ստանալ ամեն ինչ եւ այսօր ինչպես նա ցանկանում էր 20 թվականից հետո Ռուսաստանի օգնությամբ նրա մոտ չստացվեց։ Նա միայն Լեռնային Ղարաբաղը ստացավ։ Դա չի նշանակում, որ դա քիչ է։ Դա շատ է, դա շատ ավելին է, քան մենք կարող ենք ենթադրել, օրինակ 20 թվականի սեպտեմբերի 26-ին։ Բայց Ալիևը ձգտում է ավելին։ Հիմա նա տեսնում է, որ այս պահին ստանալ ավելին հնարավոր չէ, գնում է Թրամփի ուղով, այսպես ասեմ, պայմանական գնում է թրիփով եւ փորձում է ստանալ այն, ինչ կարող է, բայց դա չի նշանակում, որ Ալիևը չպետք է Գաբալայում, օրինակ, այդ թուրքական համաժողովին կամ ՄԱԿ-ի ամբիոնից Զանգեզուրի միջանցքի մասին հիշել, հերթական երազանքների մասին հիշել, սա մոտավորապես այսքանը ես կարող եմ ասել։ Այսինքն Ալիևի նպատակը մեկն է՝ ոչնչացնել Հայաստանը։ Այս պահին նա չի կարող դա անել։ Սա է իրական։ Այսինքն սпасելու է ամեն դեպքում հարմար պահի։ Փորձելու է, հենց հարմար պահը եղավ, մենք կարող ենք կասկած չունենալ, որ դա կփորձի դա օգտագործել։ Եվ պարոն Ստեփանյան, ամեն դեպքում տարօրինակ չէ, որ Թուրքիայի կողմից էլ մենք երբեմն շատ ավելի կառուցողական հայտարարություններ ենք լսում, քան Ադրբեջանի, չնայած որ որոշներն ասում են, որ Թուրքիան է մեծ եղբայրը եւ կարող է ազդել Ադրբեջանի վրա, ընդհանուր գնալ եւ ստիպել Ալիևին ստորագրել վերջնական խաղաղության պայմանագիրը։ Դուք ինչպես եք կարծում, իրապես Թուրքիան կարող է այսօր ազդել Ադրբեջանի եւ Ալիևի վրա, թե հակառակն է իրավիճակը։ Երկու հարց եք տվել, երկուսին էլ պատասխանեմ, երկուսն էլ շատ կարևոր են։ Ոչ, Թուրքիան չի կարող ստիպել Ալիևին։ Թուրքիան չի կարող ստիպել Ալիևին, մենք պետք է դա շատ լավ հասկանանք։ Հակառակ դեպքում Թուրքիան վաղուց դա արել էր։ Թուրքիան չի կարող ստիպել եւ ցանկացած դեպքում, երբ որ Թուրքիայից քայլեր են արվում դեպի Հայաստան, Հայաստանին ընդառաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ, սահմանի բացման ուղղությամբ, Բաքվից մեկ զանգը բավական է, որպեսզի այդ քայլերը կանգնեցվեն։ Եվ այդ զանգերը կատարվում են։ Այսինքն ամեն դեպքում հայ-թուրքական հարաբերությունների բանալին ինչ որ իմաստով Բաքվում է։ Միանշանակ։ Սա մեկ։ Եվ երկրորդը, Թուրքիան շահագրգռված է
որպեսզի թրիպի ուղին թրիպը դառնա իրականություն։ Թուրքիայի շահերը դա են թելադրում։ Մենք պետք է հասկանանք, որ Թրամփի ուղին դա բազմաֆունկցիոնալ եւ բազմաթիվ քայլեր ունեցող աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական կոմբինացիա է։ Այդ կոմբինացիան ուղղված է դեպի Կենտրոնական Ասիա։ Սա այդ հիմարությունները, որ Հայաստանում շարունակում են տարածել, Նախիջևան, Ադրբեջան, իրենց ճանապարհ ենք տալիս, սա հիմարություն է։ Եվ նույնիսկ ասողներն հասկանում երևի թե որ սա հիմարություն, այլ հարցը ինչի են դա ասում։ Սա լուրջ աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական նախագիծ է, որը բխում է Թուրքիայի շահերից։ Թուրքիային ձեռնտու է, որ Հայաստանի տարածքով, Ադրբեջանի տարածքով ինքը ուղիղ կապ ունենա Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Թուրքիային ձեռնտու է, որ ինքը հաբ լինի թուրքական աշխարհի համար, Կենտրոնական Ասիայի համար։ Միգուցե մենք չգիտենք ինչով է սա ավարտվելու Չինաստանից եկող ապրանքների համար։ Շատ կարևոր հարց է, չէ՞։ Ինչ ապրանքներ են այդ ճանապարհով գալու։ Թիվ 1 այդ ապրանքներ գեներացնողը եւ արտադրողը դա Չինաստանն է։ Եթե Չինաստանը միանում է այս նախագծին, մենք սա չենք կարող բացառել հետագայում, Թուրքիան դառնում է շատ կարևոր տրանզիտային ուղղություն։ Թուրքիան բոլոր կողմերից տրանզիտային ուղղությունը հիմա դառնում է եւս մեկը, իսկ Էրդողանի քաղաքականությունը սա է Թուրքիային դարձնել հաբ ցանկացած կոմունիկացիաների համար, կլինի դա գազատար, նավթատար, երկաթգիծ, ավտոճանապարհ, այսինքն թուրքական շահերը այստեղ ամեն ինչ միանշանակ է։ Պահանջում է, որպեսզի Ադրբեջանի եւ Հայաստանի միջև լինի խաղաղություն այս պահին, ճանապարհները բացվեն եւ այդ ամենը աշխատի ի բարօրություն թուրքական շահերի։ Պարոն Ստեփանյան, տեսեք, այստեղ էլ հայ-թուրքական սահմանի բացման առումով տեսակետները տարբեր են։ Հիմնականում այստեղ այնպես են փաթեթավորում, որ դա հիմնականում հենց Թուրքիային էլ պետք է, մենք դրանից ոչինչ չենք շահում, ավելին եթե այդ սահմանը բացվի, Թուրքիան մեզ կլանելու է եւ անգամ մարդիկ կան քաղաքական գործիչներ հայտնի քաղաքական ուժերից, որ ասում են Հայաստանը պիտի պայմաններ դնի, Հայաստանը պիտի պայմաններ թելադրի, պիտի ցեղասպանությունը ճանաչեն, այլապես սահմանը չենք բացի։ Ինչի մասին են այս հայտարարությունները եւ ըստ ձեզ ձեռնտու է Թուրքիային հայ-թուրքական սահմանի բացումը եւ ինչու է մեր պետությանը պետք նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը, դա մեզ ինչ է տալիս։ Առաջին հայ-թուրքական սահմանի բացման բենեֆիցիարը Հայաստանի Հանրապետությունն է, սա միանշանակ է։ Ինչու, որովհետև սա որակապես կփոխի ամբողջ իրավիճակը մեր երկրի շուրջ։ Մենք այս պահին կախված ենք Վերին Լարսից։ Վերին Լարսում փակում են, Վերին Լարսը բացում են, դա արվում է Ռուսաստանի կամահաճույքներով, դա արվում է եղանակային վատ պայմաններով, մեզամեր էսա գալու է սկսվելու է այդ բացել, փակելը։ Տեսեք, սպայկան միլիոններ է կորցնում այնտեղ այս պահին։ Հիմա պատկերացրեք, որ մենք ունենում ենք մի նոր ճանապարհ դեպի Եվրամիություն, դեպի նավահանգիստներ, դեպի Սևծով, միջերկրական ծով, որը կախված չէ Ռուսաստանից կամահաճույքներից եւ եղանակի կամահաճույքներից։ Սա մեզ համար կյանքի հարց է, օդի նման անհրաժեշտ է։ Սա առաջինը։ Անհրաժեշտ է դա Թուրքիային միանշանակ։ Ինչու է անհրաժեշտ, որովհետև Թուրքիան դրանով մեծ հաշվով վերադառնում է Հարավային Կովկաս։ Մեծ հաշվով վերադառնում է, որովհետև Թուրքիան երկար տարիներ եղել է Հարավային Կովկասում որպես հեգեմոն։ Հիմա այդ մարդիկ, ովքեր որ ասում են, որ դա մեծ ձեռնտու չէ, իրենց մեկ հարց է կողում. ինչու է Ադրբեջանը դեմ դրան։ Եթե դա Հայաստանի համար բարդ է։ Եվ նաև ինչու է Ռուսաստանը դեմ դրան։ Ինչու է Ռուսաստանը դեմ, ինչու է։ Մավ Ադրբեջանը ինչու է դեմ։ Մենակ հարց է, չէ՞ առաջանում։ Ադրբեջանը մեր թշնամին է, իրեն չեն ուզի որ թուրքերը գան մեզ ուտեն։ Կուզեն, չէ։ Թե հերթ են կանգնել ուտելու համար։ Ռուսաստանը ինչի՞ չի ուզում, ես արդեն ասացի, որովհետև այդ դեպքում Թուրքիան վերադառնալու է տարածաշրջան։ Լարսից կախվածությունը իջնելու է անգամներով։ Ռուսաստանը եւս մեկ լծակ է կորցնելու Հայաստանի վրա ազդելու եւ թելադրելու։ Դրա համար պարզ պատճառներով Ադրբեջանը եւ Ռուսաստանը դրան դեմ են։ Ամբողջ աշխարհակողմը իրենք դեմ են։ Պարզ չէ այդ ամեն ինչը։ Ինչի են այդ ուժերը ասում, որ դա մեծ ձեռնտու չէ, ինչի են նախապայմաններ առաջադրում։ Հայաստանն այն երկիրը չէ, որ պետք է նախապայմաններ առաջադրի այս պայմաններում։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդ սահմանը բացվի։ Ինչի են իրենք նախապայման առաջարկում, որտեղ իրենք հասկանում են, որ հենց մենք նախապայման առաջադրեցինք այդ նույն ցեղասպանության հարցը, Թուրքիան հրաժարվելու է բանակցություններից։ Իսկ դա իրենց երազանքն է։ Եվ մենք վերադառնալու ենք այն երանելի իրենց համար ստատուս կվոյի, երբ որ բոլոր սահմանները փակ են եւ այստեղ Ռուսաստանի ցածն է դրած սապոգը։ Սա է։ Իրենք շատ լավ հասկանում են դա ինչի է բերելու։ Դա բերելու է ի վնաս Հայաստանի Հանրապետության շահերին եւ ձևավորել է մի իրավիճակ, որը մեզ ձեռնտու չի։
Եվ պարոն Ստեփանյան, դուք էլ նկատած կլինեք, որ ցեղասպանության հարցը վերջին շրջանում շատ է փորձ արվում քաղաքականացնել, այսպես անդիմությունը հատկապես փորձում է դիվիդենտներ շահել, կհիշեք, գրեթե 1 ամիս առաջ էր, որ գոռում գոչում էին, որ հասեք, փրկեք, հուշահամալիրը քանդում են, այսօր արդեն այդ իմաստով լուր են, այսինքն իրենց թեզերն էլ այդ իմաստով 1 օր է տևում, բայց ինչու՞մն է խնդիրը, որ օրինակ նույն ցեղասպանության հարցն է այդքան քաղաքականացվում, Արադ Լեռան դիսկուսը կհիշեք, մի քանի օր տևեց ամեն դեպքում, այսինքն ինչու է անդիմությունը նման թեզերի վրա կառուցում իր քաղաքականությունը։ Դե իրեն շեֆը ժամանակին դա չարեց Ռոբերտ Քոչարյանը։ Ինձ դարձավ նախագահ, ինքը քաղաքականացրեց ցեղասպանության հարցը, դարձրեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Ինչի դա բերեց։ Լևոն Տեր-Պետրոսյանի լեգիսլատուրայի տարիներին ավելի շատ ճանաչումներ ունեին, քան թե Ռոբերտ Քոչարյանի։ Այսինքն սա քաղաքականացված մի քայլ էր, որ բխում էր բացառապես իր ռուսական տերերի շահերից։ Այն պատը, որը մենք ունենք Թուրքիայի հետ, էլ ավելի ամրացավ, որովհետև ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ հայ-թուրքական հարաբերությունները իրար հետ անհամատեղելի են։ Եվ այդ պարոնեք դա շատ լավ են հասկանում։ Գիտակցելով են գնացել այդ քաղաքականությանը։ Իհարկե, միանշանակ։ Հիմա նույն բանն է։ Այս կառավարությունը ամեն ինչ անում է, որ ցեղասպանության հարցը չքաղաքականացվի, այսինքն ով է ասում, որ դա չպիտի լինի։ Ով է ասում, որ մենք պետք է հրաժարվենք մեր պատմական հիշողությունից։ Ով է, ինձ համար դա փաստ է։ Ցեղասպանությունը ինձ համար քննարկելու առարկա չէ։ Ես չեմ էլ ցանկանում ինչ-որ մեկի հետ դա քննարկել։ Դա փաստ է, իմ պատմական հիշողությունն է, մեր արյունն է, մեր անցյալն է։ Բայց ինչի համար ենք մենք այդ ամեն ինչը բերում եւ դնում քաղաքական հարթակում ի վնաս մեզ։ Մեր օգուտը ո՞րն է։ Ինչ-որ մեկը կարող է բացատրել մեր օգուտը ո՞րն է, երբ որ մենք սա բերում ենք որպես նախապայման։ Մարդիկ ինչ են ասում են Թուրքիան է նախապայման դնում։ Այդ Թուրքիան երբեք էդի որպես նախապայման չի դրել։ Եվ այսօր ընդհանրապես իրենք այդ ամենի մասին չեն խոսում։ Մեր կողմից ամենաողջամիտ որոշումը այս վիճակում կլինի ընդհանրապես չխոսել ցեղասպանությունից թուրքերի հետ բանակցությունների ժամանակ։ Հայ-թուրքական հարաբերությունների օրակարգում սա չպետք է լինի։ Քաղաքականություն չպետք է լինի սա։ Սա մեր պատմական հիշողությունն է, մեր նախնիների արյունն է, մենք չպետք է սրա վրա փորձենք շահարկումներ անել, չպետք է սրա վրա փորձենք փող աշխատել։ Ամոթն էլ է լավ բան, եւ չպետք է անենք այնպես, որ այդ ցեղասպանությունը օգտագործվի մեր իսկ դեմ։ Հերիք է ինչքան օգտագործվել է ուրիշների շահերից ելնելով։ Բոլորս էլ հասկանում ենք այդ ցեղասպանության հուշահամալիրը ինչի համար է կառուցվել եւ երբ։ Ինչի համար է կառուցվել, պարոն։ Դե Թուրքիան մտավ ՆԱՏՕ կառուցվեց։ Միջև այդ երբ որ Մեղրամիս էր իրենց մեջ, սովետական միության Լենին-Աթաթուրք պակտից հետո, երբ որ նրանք հույսեր ունեին, որ կոմինտերնա լինելու Թուրքիայում, Թուրքիան սովետական միության նման կոմունիզմ է կառուցելու, սոցիալիզմ է կառուցելու, իրենք որ ցեղասպանության մասին չէին էլ հիշում, Հայաստանում էլ արգելված էր խոսել այդ մասին։ Հենց Թուրքիան մտավ ՆԱՏՕ մի քանի տարի հետո դա դարձավ Հայաստանում այն ժամանակվա սովետական օրակարգի մի մաս, այսինքն քաղաքականացվեց, ու շահերից էր դա ելնում։ Իհարկե սովետական միության։ Եվ բոլոր հետագա տարիներին Ռուսաստանը պարազիտանում էր այս հարցում, ոչ միայն Ռուսաստանը, այն բոլոր երկրները, ովքեր որ Թուրքիայի հետ հարաբերություններում հանկարծակի հիշում են ցեղասպանության մասին, օրինակ Իսրայելը, Բիբի Նետանյահուն վերջին օրինակ, ինչի համար են անում, մեր համար չեն անում, իրենց համար են անում։ Մեր զոհերի հիշատակը, մեր զոհերի այդ թափած արյունը, որը թուրքերը թափել են, դրա վրա քաղաքական դիվիդենդներ են աշխատում։ Հիմա այս մարդիկ Հայաստանի ներսում նույն բանն են անում։ Սա ռացիոնալ չէ, սա ընդունելի չէ։ Ցանկացած հայի համար սա պետք է ամոթ լինի։ Սա մերն է սա, մենք չպետք է սրա վրա պարազիտանանք։ Պարոն Ստեփանյան, վարչապետի նման հարցադրումներն էլ իդեպ շատ այսպես ցավագին են ընդունվում ընդդիմության կողմից եւ այսպես ասում են, որ դուք ուզում եք ուրանալ հայոց ցեղասպանությունը, վարչապետը նույն հարցադրումներն էր արել, թե ինչու օրինակ նույն խորհրդային միության տարիներին 36 թվականին արգելված է եղել ցեղասպանության մասին խոսել, 50 թվականից հետո ենթադրենք դրա մասին սկսել են խոսել, հուշահամալիր են կառուցել։ Այս հարցերի պատասխանը ամեն դեպքում պետք է ստանալ, պետք է հասկանալ, պետք է խորանալ, թե պետք չի պրպտել այդ հարցերը, որովհետեւ վարչապետն էլ բարբերաբար տարբեր հարցադրումներ է անում, դրանք ընդդիմությունը այսպես որակում է որպես ուրացում եւ կամ վարչապետը փորձ է անում կոծկել ցեղասպանությունը եւ աչք փակել դրա վրա քաղաքականություն կառուցելու համար Թուրքիայի հետ։ Վարչապետը երկրի ղեկավար է, ինքը չի կարող որ տեքստով ասել այն, ինչ ես եմ ասում այս տաղավարում։ Վարչապետը հարցադրումներ է անում Ռուսաստանի անունը չհիշատակելով, որովհետեւ Ռուսաստանի հետ մենք հիմա, որքանով ես հասկանում եմ, ցանկանում ենք պահպանել մեր ներկա հարաբերությունների մակարդակը։ Երևի թե դա ողջամիտ է, չգիտեմ որքանով է ողջամիտ, այնուամենայնիվ։
Դրա համար ինքը հարցադրումներ է անում, բայց պատասխանները չի հնչեցնում։ Ցանկացած ողջամիտ մարդ, որը գիտի պատմությունը Հայաստանում, հասկանում է ինչ է տեղի ունեցել, ինչի համար է տեղի ունեցել, ու շահերն են դրանով սպասարկվել։ Այո, եկել է ժամանակը մեր քաղաքականությունը վերանայել։ Եկել է ժամանակը շատ պարզ եւ ամեն ինչ շատ հստակ է։ Որևէ մեկը չի պատրաստվում եւ իրավունք չունի ցեղասպանությունից ուրանալ։ Սա փաստ է, ես նորից եմ ասում։ Բայց բերել այդ փաստը պատմական հիշողությունը դնել առաջի պլան Թուրքիայի հետ հարաբերությունները մի վնաս մեզ, սա ի վնաս մեզ է, ոչ մեկին վնաս չի։ Թուրքերը ոչ են ասում մեզ հրաժարվեք ինչ-որ բանից։ Թուրքերը ընդհանրապես ասում են, ուղղակի սա մի դարձրեք քաղաքական խնդիր, որ մեր դեմ սա չօգտագործվի։ Օրինակ հետեականները հայտարարում են, որ եթե իրենք կան իշխանության 26 թվականին, իրենց առաջնահերթություններից մեկը դա է լինելու, պահանջելու են Թուրքիայից ճանաչել Ցեղասպանություն։ Շատ լավ է, որ իրենք դա ասում են։ Սա գերազանց է։ Մեր ընտրողները թող այս ամեն ինչը լսեն եւ հասկանան, որ եթե հույդան գա իշխանության, մենք Թուրքիայի հետ շարունակելու ենք ունենալ փակ սահման, մենք շարունակելու ենք կախված լինել բացառապես վերին Լարսից, ռուսական սապոգից, Ռուսաստանը կբացի եւ կփակի այդ ճանապարհը, վաղը մեր գազը կթանկացնի։ Սերժ Սարգսյանի ժամանակ ինչ է տեղի ունեցել Քոչարյանը։ Մեր եղած չեղածը սա վերացրել են։ Ասում են գազը գինը կթանկացնենք, սրանք ասում են մի թանկացրեք, ասում են դե Գազպրոմի ակցիաները, Հայրոս Գազարդի ակցիաները տվեք մեզ, տալիս էինք։ Այսինքն մենք նստած ենք շանտաժի ասեղի վրա։ Հիմա այդ դաշնակները ուզում են մեզ նորից նստեցնեն այդ շանտաժի վրա։ Թող նստեցնեն։ Մեր ընտրողը պետք է հասկանա։ Ես շատ ուրախ եմ, որ իրենք անկեղծ են։ Որ եթե իրեն գան իշխանության, ինչ է լինելու։ Լինելու է շատ վատ։ Ինչ որ մենք կորցրել ենք, չգիտեմ հիմա ինչ պետք է տանք, բանը չի մնացել։ Ու երևի ինչ որ չգիտեմ, Թրամփի ուղին ենք վաճառել ռուսներին, ասել ենք եկեք մեր փոխարեն Թրամփի հետ խոսեք, պայմանավորվեք, չգիտեմ ինչ ունենք, դա պետք է տանք։ Իրանց ուզածը դա է։ Իրանց ուզածը դա է, որովհետև այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքը ծառայում են Ռուսաստանին։ Ինչու են դա անում, միգուցե մի օր կգան ստեղ իրենց հարցրեք, ես չգիտեմ ինչու են անում։ Պարոն Ստեփանյան, շանտաժից խոսեցիք, շանտաժը թե մանիպուլյացիա է, օրինակ նման միտում էլ կա, նկատել եք թեզերը շրջանառվում, որ եթե օրինակ մենք չենք ուզում լինել Ռուսաստանի հետ, պիտի լինենք Թուրքիայի հետ։ Եթե հեռանում ենք Ռուսաստանից, ապա տարածաշրջան է գալու Թուրքիան, ամենա այսպես պատկերավոր ձևով դա բացատրում է Գյումրու քաղաքապետը Վարդան Ղուկասյանը, երբ որ ասում է մենք պիտի մտնենք մի ութենական կազմ, իսկ ովքեր ընդդիմանալու են դրան կներեք իր բառերը եթե մեջ բերեմ թուրքահապատակ շանտղա են եւ կամ մեղադրում է իշխանությանը որ իշխանությունն էլ ուզում է մեզ տանել վիլայեթացման եթե չեք ուզում գնալ վիլայեթացման ուրեմն պիտի մտնենք միութենական կազմ այս արդյոք շանտաժ է եւ արդյոք այս թեզերը վտանգավոր չեն ես շատ ուրախ եմ որ պարոն Վարդան Ղուկասյանը այս թեզերը առաջ է քաշում ցանկացած ողջամիտ մարդ, իսկ մեր ազգաբնակչությունը հիմնականում ի ուրախության մեզ ողջամիտ է, լսելով այդ թեզերը Վարդան Ղուկասյանի բերանից հասկանում է ինչի մասին է գնում խոսքը։ Վարդան Ղուկասյանը ծաղրածու է, քաղաքական ծաղրածու։ Երբ որ այդ քաղաքական ծաղրածուն, որը մոռացել է Գյումրու քաղաքային կոմունալ խնդիրների մասին, որոնք պետք է լուծվեն, բայց լուծում չեն ստանում եւ գնալով շատանում են։ Խոսում ինչ որ բարձր քաղաքականության մասին մեկ ենթատեքստով, որ մենք պետք է լինենք Ռուսի տակ։ Իր ասածը դա է, թե չեմ սխալվում, ամբողջը չեմ լսում, բայց միտքը դա է։ Մտքի թռիչքը սա է, մենք պետք է լինենք Ռուսի տակ, այլտեղ մենք չպետք է լինենք, որտեղ Ռուսի տակ տակ է։ Միգուցե պարոն Ղուկասյանի համար տակ է, տաքուկ տեղ է։ Ինձ համար տաքուկ չէ։ Եվ ցանկացած ողջամիտ մարդու համար չի կարող լինել ստրկությունը տաքուկ տեղ։ Մենք ուզում ենք ազատ ապրել։ Ինձ համար ազատությունը գալիս է մեկ հանգամանքից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան լինելը իմ ազատության գրավականն է ես չեմ ուզում լինել Ռուսի տակ եթե Վարդան Ղուկասյանը ուզում է Ռուսի տակ մտնել թող գնա Մուխասրանսկ մտնի ու ապրի ինչքան ուզում է եւ ընդդից ում ինչ ուզում է թող ասի ոնց ասի իր ասած ընդհանրապես ինձ հետաքրքիր չի ես չեմ ուզում դա անել եւ ես դա չեմ անելու եւ երբ որ Վարդան Ղուկասյանի նմանները այսպիսի բաներ են ասում, սա մեր ժողովրդի համար պետք է ցուցիչ լինի։ Եթե իր նմանները ասում են Ռուսի տակ լավ է, ուրեմն դա վատ է։ Դա չի կարող լավ լինել։ Գյումրեցիները արդեն փոշմանել են իրենց ընտրության համար։ Ես խոսում եմ Գյումրիի բնակիչների հետ, ասում են շատ վատ է վիճակը քաղաքի։ Ոչ մի խնդիր չի լուծվում։ Թալանը, որը միշտ եղել է քաղաքային իշխանությունների կողմից, հիմա կրկնապատկվել է։ Այսինքն իրենց կոպիտ ասած իրենց հացը կերան։ Այն մարդիկ, ովքեր որ ընտրել են դրան։ Հիմա այդ մարդը քաղաքի խնդիրների մասին չի ցանկանում խոսալ, որովհետև իր համար քաղաքը ընդհանրապես մեկ բան է, գռդոնի առարկա է կներեք, ես իրենց լեզվով եմ ստիպված խոսում։
Քաղաքային խնդիրների մասին չի խոսում, չի կարող խոսել եւ վիճակի չէ այդ խնդիրները լուծել եւ չի ցանկանում։ Ինչի մասին պետք է խոսի։ Քաղաքականության մասին չի կարող խոսել, որովհետեւ մտքի թռիչքը թույլ չի տալիս, խոսում է ստրկության մասին, որովհետեւ ստրուկ է հոգով։ Վերջ։ Բոլոր մարդիկ, ովքեր որ այս դիսկուրսում տեղավորվում են, իրենք էլ են ստրուկ։ Ես ստրուկ չեմ եւ չեմ ցանկանում ստրուկ լինել եւ երբեք չեմ լինի։ Իմ մոտեցումը սա է։ Մենք չիրավունք չունենք ընդհանրապես խոսել Թուրքի տակ մտնելու մասին, Ռուսի տակ մտնելու մասին եւ մի բան էլ ասեմ։ Ով է խոսում այդ ընտրության մասին կեղծ։ Ով ասեց, որ աշխարհը Հայաստանի համար, հայ ժողովրդի համար սահմանափակվում է Թուրքիայով եւ Ռուսաստանով, ինչ հիմարություն է։ Աշխարհը մեծ է։ Քանի տարի է իրանք այդ պարոնայք գալիս են այստեղ պնդում էին, ասում են, մենք ոչ մեկին պետք չենք բացի Ռուսաստանից։ Բա այդ ո՞նց եղավ։ Բա ամերիկան չէ եկել այստեղ։ Հենց իբա Ամերիկայում Հայաստանի բանն է։ Մարդիկ եկել են, չէ՞։ Եկել են սահմանային հարցեր են ստեղ լուծում, մեծ աջակցություն են հայտնում մեր համապատասխան մարմին։ Ինչ համար են եկել։ Ոնց պետք ենք, չէ՞ որ եկել են։ Պարզը չէ որ մեր գեղեցիկ աչքերի համար չեն եկել։ Պարզը չէ որ շահեր ունեն ստեղ։ Ո՞վ էր ասում, որ ստե ոչ մեկ շահ չունի բացի Ռուսաստանից։ Խափում էին, չէ՞ մեզ։ Ինչի էին խափում։ Այդ Ղուկասյանները փոքրատարով ինչի էին մեզ խափում, ինչ են շարունակում խափել։ Որտեվ իրենք ունեն մեկ նպատակ՝ տաքուկ տեղավորվել Ռուսաստանի ծոցը, որովհետև ԱՄՆ-ն երբ որ գալիս է այստեղ թրիպի միջանցք է անում, այդտեղ իրենք չեն կարող գրփեն, լափել հնարավոր չի լինելու։ Իսկ եթե ռուսներն են ստե, դա բացում է հնարավորություններ, կոռուպցիա, չէ՞, այդ համակարգը իրենց հասկացությունները։ Չէ, իրենք ներդրումներից էին խոսում, որ Գյումրիում ներդրումներ են բերելու։ Ցույց տվեք մեկ ներդրում ինձ։ Չի լինելու դա, չի կարող դա լինել։ Խափում էր Ղուկասյանը, եւ իրենք էլ հիմա խափում են, երբ որ ասում են, որ ընտրությունը Թուրքի ու Ռուսի միջև է։ Մեր ընտրությունը ամբողջ աշխարհի միջև է։ Կանադայի, Ֆրանսիայի, Ավստրալիայի, Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի բոլորի միջև է, եթե մենք ազատ ենք։ Այդ ընտրությունը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև իրենց ընտրությունն է, որտեղ իրենք ստրուկ են։ Եթե ստրուկ չլինեն, ընտրության հարց չի լինելու իրենց արչեւ։ Չկա ընտրության հարց։ Այդ հարցը կեղծ է։ Եվ այդ խնդիրը կեղծ նարատիվը, որը փորձում են մեր բոլորի վզին փաթաթել, գալիս է իրենց ստրկամտությունից։ Միգուցե իրենք այդպես են պատկերացնում աշխարհը։ Ես այդպես չեմ պատկերացնում, որովհետև ես ազատ մարդ եմ։ Եվ պարոն Ստեփանյան, շատ են դժգոհում նաև ընդդիմադիր շրջանակները, նույն Վարդան Ղուկասյանը, դատաիրավական համակարգից։ Վարդան Ղուկասյանը վերջին շրջանում ամենաշատը խոսում է նրանից, որ բռնաճնշված են ընդդիմադիր համայնքապետերը եւ առհասարակագործիչները կամ ունեզրկվում են, կամ բանտարկվում են։ Ինքը վերջին Գյումրու տոնակատարության ժամանակ երգում էր, որ քաջարամն է, իրեն տանում են կախաղան եւ ասում էր, որ ինքը ժողովրդի ընտրյալն է, իրեն չեն կարող դուրս շպրտել ամեն դեպքում, բայց շատ է խոսում այդ վտանգված իր կյանքի մասին, որ իր կյանքը վտանգված է ընդդիմադիր լինելու հանգամանքով։ Դուք այդ ռիսկը տեսնում եք այս իշխանությունների օրոք, որովհետև մեջբերեմ նաև Աջապահյանի հայտարարությունը հայտնի, որ ինքը եւ Ռոբերտ Քոչարյանին է քննադատել, եւ Սերժ Սարգսյանին է քննադատել, եւ Լևոն Տեր-Պետրոսյանին է քննադատել, բայց միայն այս իշխանության օրոք է, որ իրեն ձերբակալել են եւ 2 տարի ժամկետով արդեն ազատազրկել են։ Եթե իշխանությունը ցանկանար Վարդան Ղուկասյանին գցել ճաղերի ետևում 5 րոպեվա գործ է օրենքով։ Ինչպես էր դասականը ասում, պարոն պատգամավոր ունենք, չէ, ասում էր օրենքի տարին համապատասխան։ Եվ դա օրենքի տարին համապատասխան, որովհետև Ղուկասյանի վրա այնքան կեղտ կա։ Ես ուղղակի սա քաղաքական մոտիվացիայից է, որ գործող իշխանությունը դա չի անում։ Ժամանակը չի։ Կամ միգուցե պետք չի։ Չգիտեմ, իրենք ավելի լավ կիմանան, ես չգիտեմ, ես այդ ներքին կուխնյայի հարցերին չեմ տիրապետում։ Եթե ինքը միջև իմ ազատության մեջ է, դա ինչ որ մեկին պետք է։ Եթե պարոն Ղուկասյանը բողոքում է արդարադատությունից, թող հիշի երանելի տարիները իր համար, երբ որ Հայաստանում ԶԼՄ-ներ էին փակվում, մարդկանց ծեծում էին շքամուտքերում, մարդիկ դրանից հետո քաղաքականությունից էին դուրս մնում, միջև այդ քաղաքականությունը դրանից հետո քաղաքականությունում չէին։ Սպանում էին շատերին։ Սփյուռքահայ գործարարները գալիս էին այստեղ բիզնես էին ստեղծում, գնում էին 50-ը պահանջում էին, չէին տալիս, այնքան էին ծեծում ջարդում կամ գցում էին այդ բանտախուցը, մարդիկ մահանում էին այնտեղ։ Ես հանուններ կարող եմ թվարկել, եթե շատ պետք լինի։ Այսինքն այդ ժամանակները անցել է։ Ես չեմ բացառում, որ ինչ որ առումով Արդարադատությունը ցավոք Հայաստանում այս բան քաղաքականացված է, սա այլ է հարց։ Դա կա։
Եթե համեմատենք անցյալի հետ, իրավիճակը մի փոքր ավելի բարվոք է, բայց սա խնդիր է։ Բայց պարոն Ղուկասյանը չէ, որ պետք է այդ ամենի մասին խոսի։ Պարոն Ղուկասյանը ոտից գլուխ կոմպրոմատի տակ գտնվող անձնավորություն է։ Եվ ինչ-որ առումով երևի իշխանությունը ձեռնտու է, որ ինքը հիմա լինի քաղաքապետ եւ իր քաղաքական կլոունադայով, քաղաքական ծաղրացու է նորից եմ ասում, ինքը աշխատում է նպաստ իշխանություն։ Իսկ Աջապահյանի հենց հայտնի հայտարարությունը, որ ըստ էության իրական բռնապետությունը հիմա է, երբ որ ինքը նախկին բոլոր 3 ղեկավարներին քննադատել է եւ եղել է ազատության մեջ, իսկ հիմա գտնվում է անազատության մեջ։ Հոգեվարական իրավունք չունի սուտ խոսել, այդքանը կասում։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ասում է, որ ազատություն է եղել ամեն դեպքում խոսքի ազատություն։ Հոգեվարական իրավունք չունի ստել, բարոյական իրավունք չունի։ Չգիտեմ, ֆիզիկական միգուցե ունի, բայց բարոյական իրավունք չունի։ Եթե դու հոգեվորական ես, հոգեվոր հայր ես, դու չպետք է ստես, որովհետև մարդիկ քո սուտը լսում են եւ իրենց հավատքի մեջ հիասթափվում են առաստծո։ Եվ այս քաղաքական դիսկուսներից իրեն դուրս է դրել կարծես թե մեր ձևով ապաքաղաքական, այսպես չգիտեմ, կազմակերպություն ասել թե ինչ, իրենք ոչ այդքան քաղաքականությունից են խոսում, որքան տնտեսությունից, գյուղատնտեսության զարգացումից, Գյումրվա օրվա տոնակատարությունը իրենք էին կազմակերպել, տարբեր բարեգործական ակցիաներ են կազմակերպում։ Սա նախընտրական տրամաբանություն է, պարոն Ստեփանյան, եւ եթե այո, արդյոք վտանգավոր չէ, որ օրինակ նույն մեր ձևով շարժումը այլ մոտեցում ունի, այսինքն եթե մնացած ուժերը բացահայտ հայտարարում են իրենց նկրտումների մասին նույն Վարդան Ղուկասյանի շուրթերով, մեր ձևով խոստանում է Հայաստանի Հանրապետության տնտեսության աճ, գյուղատնտեսության զարգացում։ Ընտերունե ջան, դուք ձեր հարցում պատասխան արդեն նշмарեցիք, ինձ մնում է միայն հաստատել, մեր ձևովը շարունակում է Վարդան Ղուկասյանի բռնած Գյումրիում փառավոր ուղին։ Ինքն ինչ ասացել չէ, ռուսները բերել են ներդրումներ անեն, դες աշխատանք եմ տալու, չէ, մարդկանց ովքեր աշխատանք չունեն, հիմա այդ մեր ձևովը նույն բանը Հայաստանի մասշտաբներով է անում, փորձում ասա նախընտրական ֆիշկա դարձնել, խաղաքարտ, ես չեմ հավատում դրան։ Չեմ հավատում։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե մեր ձևովը 5%-ը հաղթահարի կամ 4-ը, չգիտեմ ինչքան այնտեղ լինելու, հայտնվի խորհրդարանում եւ մենք տեսնենք այդ հիմնարկությունները ոնց են իրենք կառուցում են Գյումրիում։ Ես շատ ուրախ կլինեմ։ Ես կգամ ձեր տաղավարում խոստանում եմ ողջունել այդ գործընթացը։ Ես դրան չեմ հավատում։ Սա ընդհանրապես նախընտրական դրամաբանության մեջ տեղավորվող խոստումներ են, իսկ նախընտրական խոստումների լավագույն դեպքում 10%-ն է իրականություն դառնում բոլոր քաղաքական ուժերի դեպքում։ Եվ ես չեմ կարծում, որ մեր ձևովի դեպքում իրենք ինչ որ իրենց ձևով են շարժվելու, կներեք կալամբուրի համար։ Եվ հրապարակ թերթը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը աշխատանքային այցով, այսպես ասած, գտնվում էր Մոսկվայում, այնտեղ հանդիպում է ունեցել Կոպիրկինի հետ։ Մենք գիտենք, որ հայաստանյան հարցերով Կոպիրկինը համակարգող է հանդիսանում։ Ըստ ձեզ ինչ հարցեր կարող էին քննարկել եւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձից Կոպիրկինի թե Կիրիենկոյի։ Կիրիենկոյի, խնդրում։ Եվ վերադարձից անմիջապես հետո վաղը արդեն Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է ասուլիսով հանդես գալ։ Ըստ ձեզ ինչ հարցերի պատասխան է ստացել Մոսկվայում Կիրիենկոյի հետ զրույցների ընթացքում եւ կամ արդյոք էլի ճակերտավոր ասած դաբրո է ստացել 2026 թվականին կրկին մասնակցելու առումով։ Ես վստահ եմ, որ մասնակցելու առումով ցանկացած հայկական քաղաքական ուժ, եթե ինքը հայկական քաղաքական ուժ է, դաբրո պետք է ստանա միայն եւ միայն սեփական ժողովրդից։ Դա մեկ։ Ցանկացած քաղաքական ուժ, որը դաբրոյի հետևից գնում է Մոսկվա, Բուդապեշտ, Պեկին կամ Սան Ֆրանցիսկո, դա հայկական քաղաքական ուժ չէ, դա կոլաբորանտներ են։ Եվ մեր ժողովուրդը, մեր ընտրողները պետք է ձևը ցանկացած ուժ, ոսկե Քոչարյանից մասին չի, պետք է համապատասխան ձևով իր վերաբերմունքը դրսևորի այդ քաղաքական ուժերի նկատմամբ եւ համապատասխան ձևով ընտրություններին այդ վերաբերմունքը ցույց տա քվեախցիկում։ Դա երկուս։ Ես չգիտեմ Քոչարյանը ինչի մասին էր Կիրիենկոյի հետ խոսում, բայց Քոչարյանը ես հասկանալով այդ մարդկանց տրամաբանությունը մտածելակերպը վերջը վաղուց եմ ուսումնասիրում, որպես երևույթ, ինձ հետաքրքիր բան չկա այնտեղ, փողը հետևից են գնացել, սա ենթադրություն է։ Այսինքն թե ում որքան պիտի հասնի։ Դե իրենց փող է պետք, որ այս ընտրությունների ժամանակ ծախսեն, դա միլիոնավոր դոլարներ է, քիչ փող չի։ Լավ իմանալով պարոն Քոչարյանի անձնական որակները, տեսեք, քաղաքական գործիչները լինում են երկու ձևի։ Կան քաղաքական գործիչներ, որոնք սիրում են փող, եւ կան քաղաքական գործիչներ, որոնք սիրում են իշխանություն։ Չկա քաղաքական գործիչ, որը կամ փող սիրի կամ իշխանություն։ Այսինքն երկուսը իրար հետ։ Մեկը միշտ գերակշռում է։ Մեկը իշխանությունը, պարոն Քոչարյանը,
այն քաղաքական գործիչներից է, կներեք, որ այդ բառը օգտագործում եմ, որի համար փողը ավելի կարևոր է, քան իշխանությունը։ Իշխանությունը փող ձեռք բերելու ճանապարհ է իր համար։ Մարդիկ կան, ում համար փողը ընդհանրապես միջոց է, որպեսզի նրանք ստանան իշխանություն։ Օրինակ բերեմ Միխայել Սաակաշվիլին։ Միխայել Սաակաշվիլի համար ամենակարևորը իշխանությունն էր։ Ինքը իշխանամոլ էր։ Մոլուցք ունի այդ մարդը։ Դա ինչ որ առումով նորմալ է։ Որտեղ այդ մարդը փողը մեռած չի։ Հիմա սրանց համար ամենակարևորը փողն է։ Իրենք ուզում են հիմա գալ իշխանության, բայց փող չեն ուզում ծախսեն դրա համար։ Հիմա գնացել են ռուսներին, ես ենթադրում եմ սա, ես նորից եմ ասում, ես ընդ չեմ եղել։ Իրենց ճանաչելով։ Փող են ուզում, որ իրենց փողերը չծախսեն այս ընտրություններին, ռուսների փողերը ծախսեն, դե կլինի, չի լինի, որտեղ իրենք էլ են հասկանում, որ չի լինի։ Դե այնտեղ ինչ են ասել, չգիտեմ, երևի մերժել են։ Պարոն Քոչարյանի վաղվա ասուլիսը, երբ որ դուք լսեք, ես չեմ լսելու, ինձ դա հետաքրքիր չի։ Ինքը երևի թե այնտեղ ինչ որ նամյոկներ կտա, հա։ Մերժել են, թե չեն մերժել։ Հա, ինչ որ ձև կհասկանանք, տալիս են փողը, թե չեն տալիս։ Ինձ թվում է չեն տալու փողը, որտեղ իրանք էլ գիտեն, որ ինքն էլ ունի փող, ինքն է կարա իր փողերով դա անի։ Այսինքն Ռուսաստանը խաղադրույք չի անելու Քոչարյանի վրա, իսկ եթե չէ, ապա ում։ Չեմ կարող վստահ ասել անելու է թե ոչ, ռուսներից ամեն ինչ սпасելի է։ Ռուսական քաղաքականությունը այնքան է կաղում, հարավային Կովկասում, Կովկասյան քաղաքականությունը այնքան է կաղում։ Տեսեք, եթե իրենք ռեալ քաղաքականություն վարին հաշվարկած, իրենք Ադրբեջանի վրա խաղադրույք չէին դնի։ Իրենք Ադրբեջանի վրա խաղադրույք են դրել։ Ադրբեջանը իրենց օգտագործել է, շպրտել է ստեից։ Ալիևը Պուտինին օգտագործել է եւ շպրտել է։ Սա է իրականությունը։ Եթե իրենք նորմալ քաղաքականություն ունենան, եթե նրանք հասկանային ում հետ գործ ունեն, այդ բանը երբեք չէին անի։ Իրենք Ղարաբաղը երբեք չէին վաճառի կոպեկներով։ Իրենք դա արեցին։ Դրա համար հիմա ես չեմ զարմանա, եթե վաղը իրենք նորից Քոչարյանի վրա խաղադրույք անեն։ Կարող է դա լինել, բայց սա տրամաբանական չի լինի, սա ռացիոնալ չի լինի։ Այստեղ չկա քաղաքական տրամաբանություն, բայց նրանք ընդունակ են դրան։ Բայց ինձ թվում է, որ փող չեն տալու։ Իսկ Սամվել Կարապետյանը այդ իմաստով հակառակորդ է Ռոբերտ Քոչարյանին։ Մրցակից ավելի ճիշտ։ Այո, իհարկե մրցակից է, նրանք աշխատելու են նույն դաշտում, ինքը Սերժ Սարգսյանը եւ Քոչարյանը փորձելու են այդ զանգվածի ձայները իրարից փոկել, բայց դա չի նշանակում, որ եթե իրավիճակ ստեղծվի, երբ որ նրանց համագործակցությունը Գյումրիի սցենարով կարող է բերել իշխանափոխություն, նրանք կարող են միանալ։ Իդեպ սա միակ տարբերակն է, երբ որ նրանք կարող են միանալ։ Բոլոր մնացած դեպքերում իրենք իրար դեմ են աշխատելու։ Իմպիչմենտի գործընթացներ ենք տեսնում հայտնի, ճիշտ է, անլուրջ է նման հարց տալ, բայց այսօր կրկին պատիվ ունեմից Մամիջանյանը հայտարարում էր, որ այո, իմպիչմենտի գործընթացը ուղեկցվելու է փողոցային պայքարով, ապա նաև ԿՊԱ-ական падգամավորներ են միանում, այն դեպքում, որ Հայաստան դաշինքի անգամ իրենց չի սատարում։ Այս գործընթացը ինչի մասին է, եթե մենք հասկանում ենք, որ անատամ է ու ոչինչ չի տալու ըստ էության։ Դե սկզբանե նրանք այդ ռումբը բերեցին, դրեցին Քոչարյանի տակ, լավ հասկանալով, որ Քոչարյանը չի գնալու իրենց հետ, որովհետև շահերը տարբեր են։ Քոչարյանենք վերջում հասկացան, որ չեն կարող դա չանել, որովհետև դե բազա չէ գործընթացը ոչ միտեղ չի տանում, փակող է տանում։ Իրենք էլ ասացին, դե մենք մեր ձայները տալիս ենք, այդ Սաղաթելյանը բերեց այդ թուղթը տվեց, ասեց էս է մեր ձայները, դե գնացեք մնացածը գտեք։ Բազա չէ, որ մնացածը չեն գտնելու։ Այսինքն ռումբը իրենց տակից հանեցին, որ Սարգսյանենք, Սերժ Սարգսյանենք չկարողանան ասեն, որ այ տեսեք մենք իսկական ընդդիմություն ենք, մենք ուզում ենք Փաշինյանին իմպիչմենտ անենք, դա քոչարյանականները չեն ուզում։ Իրենք էլ են ուզում, մենք էլ ենք ուզում։ Բոլորս ուզում ենք, բայց դա չի ստացվում։ Մենք անում ենք ամեն ինչ, պայքարում ենք։ Պատիվ ունեմ, ինչ ասում։ Մենք միշտ ասում ենք, մենք միշտ պայքարում ենք։ Մենք միջև վերջ պայքարում ենք, փողոցային մարտեր ենք տալիս պարլամենտում, շշեր ենք նետում։ Դե իրենց տեխնացուն էլ ասաց վարչապետի, որ տունը նստելուց լավ է, հոպարապ մնալուց լավ է, մենք պայքարում ենք։ Դե իրենք պետք է հիշեցնեն իրենց գոյության մասին։ Իրենք գոյություն ունեն որպես քաղաքական ուժ, պետք է հիշեցնեն։ Խորհրդարանում օրինագծեր չեն գրում, չեն ներկայացնում, այդ օրինագծերն չեն ընդունվում, ինչ որ ձև պետք է արդարացնեն իրենց ներկայությունը։ Այս քաղաքական Օլիմպում կամ խորհրդարանում փորձում են այդպես անել։ Եվ իդեպ, եթե իրենք իրոք ռացիոնալ ուժ լինեն, կյանքում երբեք Մասիսի քաղաքապետի տեխնացությունը վարչապետացու չէին ներկայացնի։ Որտեղ ժողովուրդը լավ հիշում է։ Մասիսի քաղաքապետը 18-ի գարնանը փողոցներում Էրեբունիում ինչպես է ժողովրդին երիտասարդությանը բռնի ուժով ցրում։ Սա քաղաքական գործ չի, պահվածք չի, կներեք արտահայտության համար։ Քաղաքականությունը եւ այդպիսի մարդիկ անհամատեղելի են եւ բերել այդպիսի մարդուն առաջին պլան եւ ասել, որ ինքը վարչապետացու է, վարչապետի
տեխնացու է, դա քաղաքականապես իրացիոնալ է, առաջին հերթին ինձ իրեն շահերից ելնելով։ Սա խոսում է մեկ բանի մասին, պատիվ ունեմ, շատ լավ հասկանում եմ, որ այս գործընթացը տանում է փակուղի, եւ ինքը արդեն փակուղում է։ Եվ վերջում, պարոն Ստեփանյան, նաեւ ինչի մասին են Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՅԴ-ի խզումը, որտեղ կարող է լինել այդ հարցի պատասխանը, ինչու է այդ խզումը կա։ Խզում կա, ես չգիտեմ, ես չեմ Այո, հայտարարում են անգամ, որ առանձին են գնալու ընտրությունների, ՀՅԴ-ն արդեն ասել է, որ առանձին են գնալու։ Կարծիքներ կան, որ Ռոբերտ Քոչարյանը առաջնորդ է տեսնում իր որդուն Լևոն Քոչարյանին եւ կամ ուզում է առաջադրել, իսկ ՀՅԴ-ն դա իր համար խայտարակ սցենար է համարում։ Հնարավոր տարբերակ է, չգիտեմ իրանց մեջ ինչ սև կատու է անցել, դա էլ է հնարավոր տարբերակ, հնարավոր է, որ այդ ամեն ինչը ձևական է, որ նրանք էլ առանձին գնան ընտրությունների, Քոչարյանը ինչ որ հերթական քաղաքական գաստարբայտերներ գտնի ինչ որ տեղից, բերի ստեղծի ինչ որ քաղաքական միավորման բլոկի տեսքով գնա ընտրություններին, հույդա գնա առանձին եւ փորձեն առանձին ձայն հավաքել, բայց դրան չեմ հավատում։ Հույդայի ռեյտինգը այսօրվա դրությամբ Հայաստանի Հանրապետություն լավագույն դեպքում 1% է։ Լավագույն դեպքում։ Քվեարկողների թվից 1% է, ամբողջը չէ։ Ինք լուրջ քաղաքական ուժ չեն, իրենց լուրջ քաղաքական որպես ուժ նոնսենս է վերաբերվել։ Իրենք լուրջ քաղաքական ուժ են այն ժամանակ, երբ որ իրենց ցուցակները գլխավորում էր երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը, բայց Վահան Հովհաննիսյանն էլ հույդայում չկան այսօր։ Եվ սա իրականում ցավալի է մեզ համար, որովհետև այդ քաղաքական ուժը, որը ժամանակում ներկայանում էր իրոք որպես քաղաքական ուժ եւ ուներ իր կայուն ընտրազանգված, մոտավորապես 100,000 Հայաստանում, հիմա դա գոյություն չունի։ Եվ լուրջ չէ վերաբերվել եւ հույս ունենալ, որ հույդան կարող է առանձին գնալով ընտրությունների 4% հավաքել։ Ես դա բացառում եմ։ Այսինքն սա էլ իրենց հերթական խաղի ինչ որ մաս է եւ Գյումրու սցենարը ամեն դեպքում խաղարկելու են։ Փորձելու են խաղարկել, եթե տեսնեն, որ միանալով այդ ամբողջ խայտաբղետ այդ անդիմությունը չէ, անդիմությունները, եթե նրանք հասկանան, որ նրանք կարող են միանալ եւ իշխանափոխություն անել, նրանք դրան գնալու են, բայց տեսեք, այստեղ շատ մեծ վտանգ կա մեզ համար որպես ժողովրդի եւ հասարակության։ Եթե այդպիսի խայտաբղետ զանգվածը քաղաքական գա իշխանության, իրենք սկսելու են իրար ուտել։ Իրար ուտելու են իշխանության համար, որտեղ իրենք շարունակում են մնալ մրցակիցներ, հակառակորդներ, իրար վրա ինչ մոռ ասես որ ունեն այս տարիների ընթացքում եւ իրար տանել չեն կարող։ Այսինքն իրենք կարող են Փաշինյանին գցելու համար դա փորձեն անել, սա ուղղակի ես հիմա չեմ բացառում այսպեսի տարբերակ, բայց դա չի նշանակում որ այդպես է լինելու։ Եվ այդ դեպքում մեզ շատ վատ է լինելու, որտեղ երկրում լինելու է ներքաղաքական քաոս, այն որ իրանք ասում են ներքաղաքական կրիզիս։ Այդ կրիզիսը այդ ժամանակ է լինելու, երբ որ լինելու է անիշխանություն երկրի ներսում։ Բոլոր իշխանափոխությունները, երբ որ խայտաբղետ քաղաքական ուժեր են հավաքվում, միշտ վերջանում են դրանով, քաղաքական քաոսով։ Եվ ես վախենում եմ, որ կարող է լինել այդպիսի սցենար, ես հույս ունեմ, որ մեր ընտրողները ողջամիտ կլինեն եւ լավ գիտակցելով այսպիսի հեռանկարները ճիշտ ընտրություն կկատարեն, իսկ ընտրությունների գնալ անպայման պարտադիր է։ Սա պարտադիր է մեր բոլորիս համար, որովհետեւ մենք բոլորս պետք է մեր վրա պատասխանատվություն վերցնենք այս ամեն ինչի համար, մեր սեփական ճակատագրի։ Ու հուսով եմ, որ այդպեսի սցենար չի լինելու, բայց եթե լինի, վերջանալու է այնպես, ինչպես ես եմ հիմա կանխատեսում։ Շնորհակալ եմ, պարոն Ստեփանյան։ Շնորհակալ։ Հիշեցնեմ, որ զրուցում էի քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի հետ, կհանդիպենք։